Մենք նրանց միջատներ ենք անվանում եւ շատ հաճախ նույնիսկ վախենում կամ վռնդում ենք նրանց մեր շրջապատից։ Նրանք երբեմն բզում են մեր ականջների մոտ հենց այն պահին, երբ մենք ուզում ենք հանգստանալ։ Բայց ինչ կլիներ, եթե վաղ առավոտյան արթնանայիք եւ պարզեիք, որ երկրի վրա այլևս ոչ մի մեղուդ չկա, ոչ մի փեթակ, ոչ մի բզոց, ոչ մի կաթիլ մեղր։ Մարդկանց մեծ մասը կմտածեր, թե լավ, առանց մեղրի էլ կապրենք, ինչ մեծ բան է։ Բայց իրականում սա կլիներ մարդկության պատմության ամենամեծ թյուրիմացություններից մեկը։ Այսօր մենք օր առ օր կհետևենք, թե ինչ տեղի կունենա մոլորակի հետ մեղուների անհետացումից հետո, սկսած առաջին շաբաթից մինչև հնարավոր վերջնական կոլապսը։ Տիեզերքի խորքերից մինչև մեր սառնարանները։ Սա մի պատմություն է, որը պետք է իմանա յուրաքանչյուր մարդ։ Եկեք միասին հասկանանք, թե ինչպես կարող է այս փոքրիկ արարածը հսկայական դեր ունենալ մարդկային քաղաքակրթության գոյության մեջ։ Անցնում է մեղուների անհետացումից հետո առաջին շաբաթը։ Դուք առավոտյան գնում եք սովորական սուպերմարկետ, նախաճաշի համար ինչ-որ բան գնելու կամ պարզապես գնումներ կատարելու։ Եվ հենց այստեղ է ձեզ սպասվում առաջին մեծ շոկը։ Թարմ մրգերի եւ բանջարեղենի բաժինների մոտ 1/3-ը պարզապես դատարկ է։ Չկան խնձոր, տանձ, նարինջ, ելակ, լոլիկ, վարունգ, ավոկադո կամ դդում։ Ինչու՞։ Որովհետև աշխարհի բույսերի մոտ 75%-ը եւ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 1/3-ը կախված են փոշոտումից։ Իսկ մեղուները այդ գործընթացի գլխավոր դերակատարներից են։ Մենք հանկարծ հասկանում ենք, որ մեր սննդակարգը սկսում է դառնալ անհավանականորեն աղքատ, միապաղաղ եւ թանկ։ Առանց մեղուների մեզ հիմնականում մնում են այնպիսի հացահատիկային մշակաբույսեր, ինչպիսիք են ցորենը, բրինձը եւ եգիպտացորենը, որոնք հիմնականում փոշոտվում են քամու միջոցով։ Իսկ վիտամիններով եւ հակաօքսիդանտներով հարուստ շատ այլ մթերքներ աստիճանաբար վերածվում են հազվագյուտ եւ թանկարժեք շքեղության։ Գները սկսում են կտրուկ աճել, եւ աշխարհի տարբեր երկրներում առաջանում են սննդի պակասի եւ պարենային խուճապի առաջին նշանները։ Բայց մարդկության սննդի խնդիրը այս պատմության միայն սառցաբեկորի գագաթն է։ Երբ բույսերը դադարում են փոշոտվել, նրանք այլևս չեն կարողանում սերմել եւ պտուղներ տալ։ Մի քանի ամսվա ընթացքում վայրի բուսականությունը սկսում է զանգվածաբար ոչնչանալ։ Խոտակեր կենդանիները, ինչպիսիք են եղջերուները, նապաստակները եւ բազմաթիվ վայրի թռչուններ, զրկվում են իրենց սննդի աղբյուրներից եւ սկսում են սովից ոչնչանալ։ Իսկ երբ նվազում է խոտակերների թիվը, սննդի պակասի առաջ են կանգնում նաեւ նրանցով սնվող գիշատիչները, գայլերը, աղվեսները, արծիվները եւ այլ կենդանիներ։ Բնության բարդ սննդային շղթան, որը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում, սկսում է փլուզվել, ինչպես խաղաքարտերից կառուցված տնակը։ Անտառները եւ դաշտերը, որոնք երբևէ լի էին կյանքով, աստիճանաբար կորցնում են իրենց բնական տեսքը եւ բազմազանությունը։ Կանաչ տարածքները չորանում են, կենդանիները հեռանում կամ ոչնչանում են, իսկ երբեմնի կենդանի բնությունը վերածվում է ամայի եւ լուռ տարածքների, զրկված գույներից, թարմությունից եւ բնական ձայներից։ Երկրի էկոհամակարգերի հավասարակշռությունը սկսում է խախտվել, շղթայական ռեակցիայի պես ազդելով կյանքի գրեթե բոլոր մակարդակների վրա։ Եվ այստեղ մարդկությունը կանգնում է գոյութենական ճգնաժամի առաջ։ Անցնում են տարիներ եւ գյուղատնտեսական համակարգը աստիճանաբար փլուզվում է։ Աշխարհում սկսվում է աննախադեպ համաշխարհային սով։ Աճում է գործազրկությունը, իսկ տնտեսությունները մեկը մյուսի հետևից հայտնվում են ճգնաժամի մեջ։ Կառավարությունները հուսահատ փորձում են լուծումներ գտնել։ Միլիոնավոր աշխատողների են ներգրավում, իսկ որոշ երկրներ փորձում են օգտագործել փոքրիկ դրոններ եւ ռոբոտներ, ծաղիկները ձեռքով փոշոտելու համար։ Բայց այս ամենը գրեթե անհնար է, թե ֆիզիկապես, թե տնտեսապես։ Մեղուները բնության մեջ մի քանի օրում կատարում են այնպիսի աշխատանք, որը մարդիկ փորձելու դեպքում չէին կարողանա իրականացնել նույնիսկ միլիոնավոր աշխատողների եւ հսկայական ֆինանսական ռեսուրսների օգնությամբ։ Մարդկային քաղաքակրթությունը, ինչպես մենք այն գիտենք, կանգնում է կործանման եզրին։ Եվ այս անգամ պատճառը պատերազմը, համաշխարհային աղետը կամ աստերոիդը չէ։ Պատճառը մի փոքրիկ, անխոնջ աշխատող միջատի բացակայությունն է։ Սովը խորանում է, սննդի համար պայքարը սրվում է եւ հասարակությունները սկսում են քայքայվել ներսից։ Արդյոք այս ամենը հնարավոր է։ Եվ արդյոք մեղուների բացակայությունը կարող է հանգեցնել այսպիսի կործանումների։ Ցավոք այո։
Վերջին տասնամյակների ընթացքում թունաքիմիկատների չարաշահման, կլիմայի փոփոխության և բնական միջավայրերի ոչնչացման հետևանքով մեղուների պոպուլյացիաները աշխարհի տարբեր հատվածներում զգալի վտանգների են բախվում։ Սա հեքիաթ կամ ֆանտաստիկ ֆիլմ չէ։ Գիտնականները և բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են փոշոտող միջատների պահպանության կարևորության մասին։ Բայց ի տարբերություն որոշ անխուսափելի գլոբալ աղետների, այս խնդրի դեպքում մենք դեռ կարող ենք ինչ-որ բան փոխել։ Տնկելով բազմազան ծաղիկներ մեր բակերում և այգիներում, խուսափելով վնասակար թունաքիմիկատների անհարկի օգտագործումից և պաշտպանելով բնական միջավայրերը, մենք կարող ենք օգնել պահպանել այն կենդանի համակարգը, որը մեզ ապահովում է սննդով։ Հաջորդ անգամ, երբ ձեր կողքին մեղու տեսնեք, հիշեք, որ նա պարզապես միջատ չէ։ Նա մեր էկոհամակարգի կարևորագույն մասն է և մեծ ներդրում ունի այն աշխարհում, որտեղ որ մենք ապրում ենք։ Իսկ դու չմոռանաս մարզել ուղեղդ։ Մինչ նոր հանդիպում։